ասում է, հրաշալի տեսք ունեք։ Այս կրծքազարդը ձեզ շատ է սազում։ Կրծքազարդ? Ինչ կրծքազարդ։ Աստված իմ, ես այն կորցրել եմ։ Տատիկ, միայն թե չհուզվես։ Հիշիր, թե կրծքազարդը վերջին անգամ որտեղ ես տեսել։ Տատիկն ասաց, որ վարսավիրանոցից դուրս գալիս կրծքազարդն իր վրա է եղել։ Ուրեմն հետո է կորել։ Բայց Պետիա, տատիկն այսօր մի քանի վայրում է եղել։ Գտնելն այնքան էլ հեշտ չի լինի։ Անհնարին ոչինչ չկա, բայց մեզ օգնություն է պետք։ Վարսավիրանոցից հետո տատիկը քայլել է փողոցով, այստեղ թեքվել է, հրապարակից հետո մի անգամ էլ է թեքվել ու հասել է առևտրի կենտրոն, տուն է վերադարձել տաքսիով։ Զանգեցինք վարորդին, ասաց, որ մեքենայում կրծքազարդ չի եղել։ Ուրեմն մնում է միայն քաղաքը։ Պետք է անցնել այն վայրերով, որտեղ տատիկն է անցել, եւ ուշադիր փնտրել։ Ճիշտ է։ Տոր, սա քո տարածքն է, Բուլ, իսկ սա քոնը, Անկի, դու այստեղ կփնտրես։ Ես ու Կատյան կփնտրենք առևտրի կենտրոնում, իսկ Դրակը կմնա այստեղ, նա քաղաքում շրջել չի կարող։ Իսկ ես ինչ եմ անելու։ Զեր, դու մեզ տեղյակ կպահես հենց որ կրծքազարդը գտնվի։ Զարդը փոքր է, այնպես որ ուշադիր եղեք։ Մի միտք ունեմ, արի Տոբիկին էլ մեզ հետ տանենք։ Եթե նա տատիկի հետ կգտնի, մենք էլ զարդը կգտնենք։ Կարծում եմ Տոբիկը մեզ չի խանգարի։ Տուրբոզավրեր, առաջ։ Գտիր հետքը։ Չէ, Տոբիկ, մեզ նրբերշիկ պետք չէ։ Տոբիկ, սպասի, ուր ես վազում։ Ու ինչ իմացանք, որ Տոբիկը շատ է սիրում նրբերշիկ և չի սիրում հեծանիվներ։ Հիմա ինչ գտար, նրբերշիկ թե հերթական հեծանվորդին։ Պետիա, նա կրծքազարդն է գտել։ Գտել է? Որտեղ։ Զեր, կարող ես նրա հետևից հասնել։ Իհարկե, ես ամեն ինչ էլ կարող եմ։ Այ, օй, Իմ հմայքի առաջ ոչ ոք չի դիմանա։ Խնդրեմ, հիմա ինչ անենք։ Յուրաքանչյուր խնդիր իր լուծումն ունի։ Զեր, կանչիր բոլոր տուրբոզավրերին, շատ գործ ունենք անելու։ Տոր, դուք փորելով կհասնեք ջրատար խողովակին, Անկի դու կբարձրացնես խողովակը, մենք կվերցնենք զարդն ու խողովակը տեղը կդնենք, իսկ դու Զեր արդեն շատ գործ ես արել։ Տուրբոզավրեր, առաջ։
Երջանիկ, որ գտակ զարդս։ Երևի շատ եք տանջվել։ Ինչ ես ասում, տատիկ։ Սեղմիր գրանցվել կոճակնով, մենք ավելի հաճախ կհանդիպենք։ Հրաշալի եղանակ ես բոսանքի համար։ Պաղպաղակն էլ է շատ համեղ։ Տես թրջունները։ Վայ, Այ, քիչ մնաց ընկնեի։ տեսնում ես, դեռ ոչ ոք չկա։ Երևի շուտ ենք եկել։ Մի անհանգստանա, հիմա կհայտնվեն։ Ողջույն բարեկամներ։ Այսօր ինչով ենք զբաղվելու։ Առաջարկում եմ զբաղվել սպորտով։ Օրինակ թռիչք բարձրությամբ։ Զգում եմ, որ պատրաստ եմ ռեկորդ սահմանել։ Հրաշալի միտք է։ Ձեռը որպես լավագույն ցատկող կլինի մեր մրցավարը։ Ահա նորից, իսկական տաղանդը միշտ սպերում է մնում։ Օ, Թրակ, ֆուտբոլի դարպասաձողը մի քիչ ներքև իջեցրու։ Դրա վրայով ենք ցատկելու։ Պատրաստ։ Սկսում ենք։ Հոպ։ Կեցես դո։ Այսօր մի քիչ լավ չեմ զգում, ուրիշ անգամ։ Մի տխրիր, Տոր, քո աստեղային ժամն արջևում է։ Գերազանց է։ Թրակ, գերանը հնարավորինս բարձր դիր։ Զգում եմ, որ այսօր ռեկորդ եմ սահմանելու։ Պատրաստ։ Սկսում ենք։ Հրաշալի փորձ էր, Բուլ։ Հիմա այս քարի հետ ինչ անենք։ Քարը պետք է հեռացնել, բայց ախր շատ մեծ է։ Անհնարին ոչինչ չկա։ Տոր, կարող ես քարը փոքր սալաքարերի բաժանել։ Իհարկե կարող եմ, դա ցատկելուց ավելի հեշտ է։ Իսկ ինչ կարիք կա սղոցելու։ Քաղաքային այգում արահետները վաղուց չեն սալարկվել։ Մենք նոր սալաքարեր կտեղադրենք գրանիտից։ Ճիշտ է։ Երեկոյան երբ այգին փակ է, մենք հին սալաքարերը կփոխենք նորերով, եւ այս քարը մարդկանց օգուտ կտա։ Շատ լավ միտք է։ Տուրբոզավրեր, առաջ։ Կեցես Տոր, շատ ապրես։ Հրաշալի սալաքար ստացվեց։ Հիմա սալաքարը պետք է զգուշորեն տեղադրենք Բուլի շերեպի մեջ եւ տանենք այգի։ Էնտեղ էլ կշարենք։ Առանց թրակի չենք կարողանա։ Դրա համար էլ նրան կտանենք մեզ հետ, խցիկի մեջ։ Ուրա, թրակը գնում է այգի։ Տուրբոզավրեր առաջ։ Անկի բեռնաթափի սալաքարերը։ Հիմա պետք է հանել հին սալաքարերը։ Բուլ, այս աշխատանքը քեզ համար է։ Թրակ, դու կշարես նոր սալաքարերը։ Ձեր, օգնի Թրակին, վերևից հետևիր, որ սալաքարերը հավասար շարվեն։ Այսա հավասար է։ Շատ լավ է, իսկ սա կարող էր եւ ավելի ուղիղ լինել։ Ինչ գեղեցիկ է։ Դո, ստուգիր, արդյոք ամեն տեղ լավ է շարած։ Հրաշալի է, Թրակն իսկական վարպետ է։ Ինձ դուր եկավ, նույնիսկ չհոգնեցի։ Եկեք ամբողջ քաղաքի սալաքարերը փոխենք։ Անտարինն էլ, ես պատրաստ եմ։ Մյուս անգամ, Թրակ։ Բայց այստեղ թողնել չի կարելի։
Գիտեմ, թե ինչ կարելի է անել։ Մենք այն կմանրացնենք ու ստացված քարերով կլցնենք այգու արահետները, որ անձրևի ժամանակ ջրափոսեր չլինեն։ Հոյակապ է։ Տոր, կարող ես մանրացնել սալաքարերը։ Իհարկե կարող եմ։ Դա ցատկելուց ավելի հեշտ է։ Ահա եւ քո աստեղային ժամը, Տոր։ Իհարկե, դա ցատկելուց ավելի հեշտ է։ Հապչի։ Հրաշալի աշխատանք էր, բարեկամներ։ Շատ գեղեցիկ ստացվեց։ Ու հիմա էլ ոչ ոք չի ընկնի։ Պետյա, Կատյա, չեք ուզում ձեր տատիկի խոհանոցի սալիկները փոխել։ Ուզում ես նոր սերիալներն առաջինը դիտել։ Սեղմիր գրասվել կոճակը։ Դե լավ, ձեզ խելոք կպահեք։ Ես 3 օրից կգամ, իսկ մինչ այդ նորամորա քույրը կհոգա ձեր մասին։ Օ, ավտոբուսը։ Հիմա գնացքից չեմ ուշանա։ Վայ, սա ում ճամպրուկն է։ Հաստատ տատիկինն է, մոռացավ հետը վերցնել։ Այո, բարդ իրավիճակ է։ Բայց մի տխրեք, հիմա կկանչեմ տուրբոզավրներին ու մի բան կմտածենք։ Ու տատիկը ճամպրուկը մոռացավ, իսկ նրա բոլոր իրերն էստեղ են։ Մի օր ինձ հետ էլ նման բան պատահեց, մոռացա նախաճաշել ու… Տորը, պատմությունդ հետո կպատմես լավ, հիմա ժամանակ չկա։ Կարելի է շրջանցել գնացքը եւ հաջորդ կանգառում վերադարձնել ճամպրուկը։ Բայց դրա համար պետք է գետի մյուս կողմն անցնել։ Ես գիտեմ, թե ինչ է պետք։ Տուրբոզավրեր դեպի գետ։ Կկառուցենք ցատկահարթակ ու դոն կցատկի գետի վրայով։ Տոր հողի մեջ անցքեր փորիր։ Անկին շինանյութերը կբերի։ Տրակն էլ կսարքի ցատկահարթակը։ Տուրբոզավրեր, առաջ։ Կատյա, Պետյա, նստեք, կապեք ամրագոտիներն ու բռնվեք։ Ճամպրուկը հասցնենք տատիկին։ Սիրուն թռիչքեր։ Սպասեք, ես էլ եմ գալիս։ Շուտ վերադարձեք։ Ահա, երևում է այսօր չես մոռացել նախաճաշել։ Կամաց քշիր, դո շունչս կտրվեց։ Արագացրու զեր, ուշանում ենք։
Գուցե տատիկին այդ ճամպրուկը պետք էլ չի։ Ձեր, եթե հոգնել ես նստիր տանիքին։ Հետո երկար եք հանգստանալու, տատիկը հիմա իր ճամպրուկն է փնտրում։ Պինդ բռնվիր։ Գնում ենք կարճ ճանապարհով, թե չէ չենք հասնի։ Կարճ ճանապարհը ո՞րն է։ Հիմա կտեսնես։ Վերջ դու ձեր, արդեն հասանք։ Բայց ով էր գոռում։ Ես հո երեխա չեմ։ Համարյա տեղում ենք։ Մնում է միայն սարն անցնենք։ Ինչու ենք ժամանակ կորցնում, եկեք թունելով գնանք։ Տունել մտնել չի կարելի, շատ վտանգավոր է։ Բա, ես էլ վախեցա։ Ոչ մի վտանգավոր բան էլ չկա։ Ասում էի, չէ, վախենալու բան չկա։ Էս ինչ լույս է։ Գնացքը։ 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 Չէ, ավելի լավ է սարով գնանք։ Պետյա, Կատյա, ճամպրուկս, բայց ոնց այսքան շուտ հասակ։ Սա անօթաչու տաքսի է։ Շատ արագ է շարժվում, առանց նրա չէինք հասցնի։ Շնորհակալ եմ ճամպրուկի համար, չգիտեմ էլ թե առանց ձեզ ինչ էի անելու։ Հաջողություն։ Դե ինչ, գնանք տուն։ Խնդրում եմ, միայն ոչ կարճ ճանապարհով։ Սեղմիր գրանցվել կոճակը ու նայիր տուրբոզավրերի նոր սերաները։ Աստված իմ, այսքան թրթուր մեզ մոտ որտեղից։ Խայտարակություն, ձեր թրթուրները խժռել են իմ ամբողջ ազնվավորի։ Բայց ով ասաց, որ սրանք իմ թրթուրներն են։ Որովհետև ինքներդ ասացիք, որ ձեզ մոտ են շատացել։ Որ այդպես է երեխաներ, գնացեք խանութ թրթուրների դեմ միջոց գնելու։ Իսկ ես մի երկու ժամ կհանգստանամ։ Պատկերացնում եք, թրթուրները հսկայական են։ Իսկ հարևանը դուրս է թռչում ու գոռում. Խայտարակություն, խայտարակություն։ Ուրեմն այգում թրթուրներ են հայտնվել, իսկ հարևանի մոտ խայտարակություն է։ Պատկերացնում եք, թրթուրները։ Ահա, հսկայական են։ Ձեռն արդեն ամեն ինչ պատմեց։ Նստեք, գնանք խանութ թրթուրների դեմ միջոց գնելու։ Դե ես էլ կընկերակցեմ։ Ուրա, գնում ենք խանութ։ Ես մի միտք ունեմ։ Ինչ, արդեն հասանք, իսկ ուր է խանութը։ Ինչ եք կարծում, գուցե գույնս փոխեն, կարմիրը հիմա ոչային է։ Հիմա ինչ, ամեն ջրափոսի առաջ պիտի կանգ առնենք։ Չէ, կարծում եմ կապույտն ինձ ավելի կսասեն։ Մայրիկս ասում էր, որ մեր աշխարհից ոչինչ չի կարելի այստեղ բերել։ Դա շատ վտանգավոր է։ Ոչ մի վտանգավոր բան չկա։ Մեր աշխարհում այս բույսը թրթուրների դեմ լավագույն միջոցն է։
Ախր սա ջրել է պետք։ Այ, ստացի։ Ինչ տարօրինակ երազ է։ Պատկերացնում եք, այնտեղ հսկայական։ Ինչ, էլի թրթուրներ։ Այնտեղ միջոցը դարպասն է կերել։ Ինչ միջոց։ Անկուշտի մեկը, կերար հա։ Իսկ ես կա դրա ամենալավն է ստացվել։ Նայեք ինչ անկյունից է։ Սա գիշատիչ բույս է, մարդկանց համար այն շատ վտանգավոր է, պետք է հողից հանել ու ետ տանել մեր աշխարհ։ Տուրբոզավրեր, առաջ։ Ռակ, դու կպահես ճյուղերը։ Անկի, կերովդ կբռնես ու կիջեսնես ներքև։ Դոր, կփորես արմատները։ Անհնարին ոչինչ չկա։ Երեխան վտանգի մեջ է։ Ձեր, դարբույսը հետ մեր աշխարհ։ Մենք կնորոգենք դարպասը, քանի տատիկը չի արթնացել։ Հավանիր այս տեսանյութը, եւ մենք ավելի հաճախ կհայտնվենք։ Սիրլե, Թրակ, դու իսկական վարպետ ես։ Սա դեռ ինչ է որ, եթե մի գնդակ էլ ունենայի։ Մինչ դուք զվարճանում եք, 3 հոգի պարկերով էստեղ են գալիս։ Պարկերով։ Այո, այն էլ շատ մեծ։ Իրենց մեջքին են գցել։ Երևի զբոսաշրջիկներ են, մեջքինն էլ լուսապարկեր են։ Ուրեմն մենք գնանք, ոչ ոք մեզ չպետք է տեսնի։ Ձեր, ինչ արեցիր։ Ինչու միանգամից զերը հոգնեց, նստեց հանգստանալու, իսկ քարերն արդեն 500 տարի է չեն նորոգվել։ Շտապ պետք է հանել քարը։ Բայց կարող ենք չհասցնել, այդ զբոսաշրջիկները շատ մոտ են։ Մի միտք ունեմ։ Մենք նրանց կուշացնենք։ Թրակ, կօգնությունն է պետք։ Իմ հետևից։ Գնդակն էլ վերցնեմ։ Չէ, այս անգամ քո մյուս տաղանդն է պետք։ Իսկ մենք մինչ այդ կզբաղվենք բազայի վերանորոգմամբ։ Տուրբոզավրեր, առաջ։ Երբ ենք հանգստանալու։ Քիչ մնաց, այստեղ մի լավ բացատ կա։ Այնտեղ էլ կգիշերենք։ Իսկ այս անտառում գիշատիչներ կան, արջեր, գայլեր։ Չէ, այստեղ շատ անվտանգ է։ Թրակ, հենց մոտենան, ինչքան ուժ ունես, մռնչա։ Միայն թե շատ բարձր։ Վաղուց չեմ մռնչացել, բայց կփորձեմ։ Հիմա։ Ո՞վ
արջերը, գայլերը։ Դրա, դու հանճար ես, ինչ էլ անես, քեզ մոտ լավ է ստացվում։ Հիմա բազան նորոգելու ժամանակ ունենք։ Սա ինչ էր որ, եթե ձայնս բացված լիներ։ Չի ստացվում։ Հիմա ես կփորձեմ։ Չստացվեց, բռնելու տեղ չկա։ Ես մեծ քարը փոքր կտորների կբաժանեմ։ Քարը շատ ամուր է, ինչ անենք։ Մենք զբոսաշրջիկներին որոշ ժամանակ ուշադրեցինք, բայց նրանք ցանկացած պահի կարող են գալ։ Պետք է շտապ մի բան մտածել։ Ես գիտեմ թե ինչ անել։ Այստեղ լծակ է պետք։ Տեսեք։ Կվերցնենք մի ամուր գերան, մի ծայրը կտեղադրենք քարի տակ, իսկ մյուսի վրա կսեղմենք ամբողջ ուժով։ Ես մոտակայքում մի տապալված ծառ եմ տեսել։ Թրակ, արի ինձ հետ, ես ցույց կտամ։ Գուցե պետք չէ։ Պետք է, մենք պիտի իմանանք, թե դա ինչ ձայն էր։ Հնարավոր է նույնիսկ գիտական բացահայտում անենք։ Ռակ, հենվիր գերանի վրա։ Զբոսաշրջիկներին եմ տեսնում, նրանք շատ մոտ են։ Բուլ, Ռակին օգնել է պետք։ Դե, մենք գնանք։ Շնորհակալություն ընկերներ։ Չարժե, չէ որ մենք թիմ ենք։ Բարի օր։ Դուք պատահաբար ինչ-որ տարօրինակ ձայներ չեք լսել։ Կասկածելի ձայներ։ Ինչ։ Մի սարսափելի վայրի ահասարսուր գիշատչի մռնչոց։ Բարև ձեզ, վայրի գիշատիչ։ Ինչ եք ասում, այստեղ գիշատիչներ չկան, մեր անտառում շատ ապահով է։ Մռնչոց։ Հասկացա։ Ես ու եղբայրս քարե դար էինք խաղում։ Պետյան սրատան վագրեր, իսկ ես նախնադարյան որսորդ։ Տեսար, իսկ դու արջեր, գայլեր, սրատան վագր։